FT Digital Space-ում տեղի ունեցավ Յոֆոնի և Բահամուդ Գրանցի համատեղ տեղեկատվական հանդիպումը, որի ընթացքում Fastex-ի զարգացման գծով տնօրեն Արմեն Բաղդասարյանը խոսեց Բահամուդ դրամաշնորհային ծրագրի մասին։ Նախաձեռնության շրջանակում Յոֆոնը հայտարարել է նոր մրցույթի մասին, որին կարող են միանալ ծրագրավորողներ և ոլորտով հետաքրքրվողներ։ Մասնակիցները ստեղծելով իրենց բոտը կամ մինի հավելվածը Յոֆոն հավելվածի վրա կարող են ստանալ 20,000 FTN-ին համարժեք դրամ մրցանակային ֆոնդից իրենց մասնաբաժինը։ Հաղթողները կորոշվեն հաշվի առնելով կայքի հարթակի հարմարավետությունը, դիզայնը և օգտատերերի ներգրավվածությունը։ Բահամուդը այս կերպ փորձում է խթանել Յոֆոնի զարգացմանը և շուկայում առաջարկել ավելի անվտանգ և ավելի որակյալ լուծումներ։ Այսօրվա հանդիպման գերնպատակը խրախուսել մեր հայ ծրագրավորողներին, որպեսզի նրանք իմանան և սկսեն նույնպես աշխատել Յոֆոն հավելվածում և ունենան իրենց դիափերը Յոֆոն հավելվածում։ Մրցանակային առաջին տեղի համար նախատեսված է 10,000 FTN-ին համարժեք դրամ, երկրորդի համար 5,000, իսկ երրորդ տեղի համար 2,500 FTN-ին համարժեք դրամ։ 4-ից 10-րդ հորիզոնականները զբաղեցրած նախագծերը նույնպես ընդհանուր մրցանակային ֆոնդից կստանան պարգևներ։ Նման հնարավորությունը շատ կարևոր է ծրագրավորողների և ընդհանուր տեխնոլոգիական աճի համար, քանի որ այն հնարավորություն է տալիս զարգացնելու նոր մեսենջերային և բոտային ծրագրավորման ոլորտը և այն նաև խրախուսվում է շատ մեծ պարգևատրմամբ, որը կարող է հավելյալ խրախուսել ծրագրավորողներին խորանալ ավելի նոր ոլորտների մեջ և զարգացնել IT ոլորտը Հայաստանում։ Հայտադիմումների վերջնաժամկետը մայիսի 1-ն է։ Մրցույթի մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևելով Յոֆոնի պաշտոնական կայքին և սոցիալական հարթակների էջերին։